Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, ձեզ հետ է Էդվարդ Անտինյան։ Ողջունում եմ ձեզ Համենայնության մայրաքաղաք Երևանից։ Այսօր մարտի 16-ն է 2026 թվական։ Ընտրությունների հետ կապված ժամանակ մնաք խոսենք երկրորդ հատվածում, իսկ հիմա թիվ 1 իրադարձությունը աշխարհի համար ոչ թե մենակ մեր տարածաշրջանի Իրանի պատերազմն է, որովհետև Դոնալդ Տրամպը պարբերաբար ասում էր, որ ուկրաինական պատերազմով ես կանխեցի երրորդ համաշխարհային պատերազմը, պարբերաբար ասում են, որ երրորդ համաշխարհային պատերազմը ուղղակի անհնարին է, որովհետև երրորդ համաշխարհային պատերազմի համար առնվազն պետք է Ռուսաստանի կողմն լինեին տարբեր երկրների խումբ, որոնք պայքարեին մյուսների դեմ։ Ռուսաստանին ուղղակի կամ անուղղակի մի քանի երկրներ օգնում են, բայց ուղղակիորեն ներգրավված չեն պատերազմի մեջ։ Այսինքն երրորդ համաշխարհային պատերազմ ուղղակի անհնարին է։ Այնքան ասեց Դոնալդ Տրամպը, ասեց դե հիմա բերեք երրորդ համաշխարհային պատերազմ սկսեմ, որ հետո դադարացնեմ ու ասեմ ես կանխեցի երրորդ համաշխարհային պատերազմ։ Ես չլնեի պատերազմը կլներ, բայց ես կսկսեմ, ես կկանխեմ։ Հույս ունենք, որ իրան չի հաջողվի հասնի դրան, բայց ինչի համար եմ ասում, մենք տեսնում ենք, որ ինչպես աշխարհագրությունը ընդլայնվեց Հորմուզի նեղուցի հետ կապված, ինչքան երկրներ խնդիրներ ունեցան, եւ դա լուրջ արձագանք ունեցավ։ Հիմա Դոնալդ Տրամպը փորձում էր տարբեր երկրների ներգրավել, օգնեք Հորմուզի նեղուցը դարձնենք անցանելի։ Մարդիկ էլ ասում են կռիվը որ սկսում էր, մեր հետ չհամաձայնացրեցիր, հիմա մեզ ինչ ես ներքաշում դրա մեջ։ Կամ ասում ես Իրանը վերացած է, բա մեզ ինչ ես ներքաշում դրա մեջ։ Իհարկե մի բան էլ ասեմ, ինչ շարունակելը, լինում են մարդիկ ասում են, բա դուք կողմ չեք Ամերիկային, բա ասում եք 20 տարուց ավել խոսում եք Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ ռազմաքաղաքական տնտեսական փոխշահավետ համագործակցության, բա Տրամփին քննադատում եք, ասում եք, այս բանը այսպես չարեց։ Ես ասել եմ Ամերիկայի, 20 տարուց ավել չեմ ասել Տրամփի։ Այսինքն դուք ուզում եք ասեք, Տրամփը դա Ամերիկան է։ Ամերիկայի Միացյալ Նահանգներում ովքեր քննադատում են նրա վարած քաղաքականությունը կամ էլ թե չէ ասում են այդ ռազմական օպերացիան խելացի հաշվարկված չէր։ Սա նույնիսկ եթե շատ լավ նախապատրաստվել եք, չգիտեմ ինչին եք նախապատրաստվել։ Նշանակում է այդ բոլոր մարդիկ, որ այդ կարծիքը հայտնում են, նրանք բոլորը Ամերիկայի դավաճաններ են։ Կամ Իսրայելում Բենյամին Նեթանյահուի քաղաքականությունը բոլորը խրախուսում են եւ արդարացնում են։ Դուք եթե մեկը գտնում է, որ Իսրայելը դա Նեթանյահուն է, Ամերիկան էլ դա Դոնալդ Տրամփը ժողովրդյան, պարզապես թե այդ մարդիկ բացարձակ չեն տիրապետում ոչ միայն Ամերիկայի եւ Իսրայելի ներքաղաքական իրավիճակին, այլ առհասարակ աշխարհաքաղաքական իրավիճակին։ Տարեքսները մա հիշեն, որ մի հատ անչափահաս կար 1655 թվականին, այսօրվա պես հիշում եմ, ասեց պետությունը դա ես եմ, Լյուդովիկոս 14-րդը, 17 տարեկան էր, այդ երեխա էր, տենց մի քիչ լկստվել էր, թագավոր էր, միապետ էր, բայց Ժորժ ջան, հիմա 21-րդ դարն է, տեղյակ չեք։ Այդ ամեն ինչը չեք տեսնում, ինչի մեջ եղավ։ Եվ բացի դրանից մի ուրիշ բան էլ նայենք, ինչա դա մեզ չի վերաբերվում, ենթադրենք պատերազմը Հայաստան չի մտել, բայց պատերազմի հետևանքները չի մտել։ Բա Նիկոլ Փաշինյանն ասում էր խաղաղության խաչմերուկ, չէր ասում խաղաղության գիծ, խաղաղության փողոց Հայաստանից Ադրբեջան, ասում էր խաղաղության խաչմերուկ, սլակները դրած բոլորը դեպի դուրս։ Այն դեպքում երբ որ ասում ենք, որ խաչմերուկ կա, պետք է սլակը ներսել գա։ Այսինքն չի կարող տարածաշրջանի բոլոր երկրների հետ խաղաղություն չլինելով մենք խաղաղություն ունենանք։ Պետք է ռեգիոնալ քաղաքականություն վարել գործընկերների հետ, որպեսզի մեր ռեգիոնում խաղաղություն լինի։ Դա ես չեմ, չէ՞ ասել։ Դա Նիկոլ Փաշինյանն է ասել, ես ընդհանրապես ասել եմ, որ դա անհնարին է։ Քեզանից կախված չի, որ տարածաշրջանում խաղաղություն լինի։ Չի կարելի այդքան անտեղյակ լինել։ Եվ ասել, եթե մենք խաղաղություն ուզում ենք, խաղաղություն կլինի։ Ինչպես կլինի։ Ումից է դա կախված։ Ամերիկայից, չենք տեսնում Ամերիկայի հետ կապված ինչա կատարում։ Ադրբեջանից, որը մի պահանջ Հայաստանին ներկայացնում։ Բայց ինչի համար ենք ասում։ Ասել 99 տարով խաղաղություն ենք բերել։ Ասելուց 99 օր էլ չանցած տարածաշրջանում խաղաղություն փոխարեն պատերազմ լինի։ Բա դրանից ենք անհանգիստ, որ այսինքն չեք տիրապետում ինչա կատարվում աշխարհում ու ինչա կատարվում մեր տարածաշրջանում։ Դեր պարզունակ մտքի ֆանտազիաներով կամ բանով մենք խաղաղություն ենք բերել։ Ուր է այդ խաղաղությունը։
Մի օրվա տարբերությամբ Ադրբեջանն ու Թուրքիան պատրաստ էին պատերազմի մեջ մտնել Իրանի դեմ։ Ինչու համար, եթե Դոնալդ Թրամփի քայլերը իրանց դուր գար։ Երկուստ էլ միանգամից շանտաժ արեցին Իրանին, ասին դու խփել ես Թուրքիային էլ Ադրբեջանին էլ։ Պարզել են քու զինված ուժերն են խփել, դա անհետևանք չենք թողի։ Շատ կոշտ հայտարարություններն արեցին, խաբարն ուղարկեցին, այսպես ասած, լուրը Ամերիկա, տեսան չէ, որ Թրամփի ցույց չկա, հետո արդեն Թուրքիան կանգնեց, ասեց մենք ամեն ինչ պետք է անենք տարածաշրջանը խաղաղությունը լի, Իրանին ասեց։ Ադրբեջանն էլ հումանիտար օգնություն ուղարկեց։ Ու նույնիսկ չհաստատեցին, որ իսկապես իրանական ա եղել այդ հրթիռները կամ դրոնները։ Մի օրվա տարբերություն էր, բամենորեն չենք այդ թեմաներին անդրադառնում։ Այդ տարածաշրջանում մենք վստահ որ խաղաղություն ենք բերել, ումից է այդ խաղաղությունը կախված։ Արաբական երկրների մոտ խաղաղություն չէր։ Հանգիստ չէին իրանց համար ապրում, կյանքը վայելում։ Բա հիմա ի՞նչ է վիճակները։ Հիմա նրանց մեղքը ո՞րն էր։ Ամերիկային բերել էին, որպեսզի Ամերիկայով անվտանգություն ապահովեն։ Ամերիկային բերեցին, Ամերիկայի պատճառով խնդրի մեջ են գան։ Հետո էլ ցանկանում են իրանց էլ ներքաշեն կռվի մեջ, որ մասշտաբները մի քիչ մեծելի Իրանի վրա ճնշումը մեծանա։ Էս է վիճակը, դա պետք է մեզ չանհանգստացնի։ Հիմա նայենք, Ճապոնիայի վարչապետ Սանայի Տակահիտին հայտարարել է. Ճապոնիան չի կարող ինքնապաշտպանական ուժերի նավեր ուղարկել Մերձավոր Արևելք։ Ոչինչ որոշված չէ, մենք շարունակում ենք դիտարկել, թե Ճապոնիան ինչ կարող է անել ինքնուրույն։ Ինքնապաշտպանական ուժերի ուղարկումը նավերի պահպանության շրջանակում անհնար է, ասել է Տակահիտին։ Իսկ սա դաշնակից պետություն է Ամերիկայի հետ։ Ճապոնիայի հարաբերությունները նորություն չի, բացի դրանից Ճապոնիան Ուկրաինային էլ օգնում է, Ճապոնիան ամեն ինչ անում է, որ Ուկրաինան հաղթանակ տանի ու գիտի ուշ թե շուտ Ռուսաստանի պարտության պարագայում շանս կառաջանա, որ ինքը վերականգնի իր տիրապետությունը հարավ-կուրիլյան 4 կղզիների վրա՝ Շիկոտանի, Կուտանշիրի, Իտուրուպի եւ Խաբոմայի։ Դրա համար ինքը ասում է, ով որ կռվում է Ռուսաստանի դեմ, ես նրա կողմից եմ։ Սանկցիաների պրոբլեմ էլ ունի, ամեն ինչ էլ ունի, եթե ինքը համաձայնվել այդ 4 կղզիներից հրաժարվեր, Ռուսաստանի շուկան կբացեր նրա առաջ, ինչ ասես, որ ինքը ֆանտաստիկ հնարավորություններ կբացվեր Ճապոնիայի առաջ, բայց ասեց ոչ, պետք է պայքարենք, որ դա մերը լինի։ Հիմա այդ նույն Ճապոնիան Ամերիկայի դաշնակից ասում են չեմ ներքաշվում պատերազմի մեջ, որ այդ քու սկսած պատերազմը, քանի պատերազմի հետ կապված Թրամփն ասեց, որ դուք չեք օգնել, ես եմ ձեզ օգնել եւ այլ մարդկանց ամբողջ արածը ջուրը լցրեց։ Երբ որ բոլոր պատերազմներին իր կողքը կանգնած են եղել։ Կանադային միտեղ մեղադրեց, եվրոպական երկրներին մյուստեղ մեղադրեց։ Մարդիկ էլ ասին, դե սկի մեր հետ չես համաձայնացրել, ես ինչ ես անում։ Մենք ենք ամենաշատ տուժում քո արածից։ Նավթի գների բարձրացման հետ կապված։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գրել է. Հիմա արհեստական բանականությունը դարձել է ապատեղեկատվության ևս մեկ զենք, որն Իրանն օգտագործում է բավականին լայն հաշվի առնելով, որ նրանք օրեցօր ոչնչացվում են։ Նրանք ցուցադրեցին կեղծ կամիկաձե նավակներ, որոնք իբր կրակում են ծովում գտնվող տարբեր նավերի վրա, ինչը հիանալի հզոր եւ դաժան տեսք ունի, բայց այդ նավակները գոյություն չունեն։ Այդ ամենը կեղծ տեղեկություն է, ցույց տալու համար, թե որքան տոկուն է իրենց արդեն իսկ պարտված բանակը, գրել է Թրամփը։ Ինչպես տեսնում եք, ինքը դեռ պատմում է, որ ինքը հաղթել է, ոչ մի բան չկա, Իրանը որպես պետություն, որպես բանակ գոյություն չունի։ Բայց ինչի մեկ անգամ եւս ասեմ, որ մեզ համար ինչքան է կարեւոր կայունությունը մեր տարածաշրջանի, որովհետեւ ելի նորից ասենք, որ Նիկոլ Փաշինյանը, որ խոսում էր, որ խաղաղության խաչմերուկը բոլորին առաջարկեցինք, բոլորը մերժեցին։ Այսինքն որևէ մեկին չհետաքրքրեց դա։ Ինչա Չինաստանը փող չուներ, Հնդկաստանը չուներ։ Այդ ոնց եղավ, որ խաղաղության խաչմերուկը ոչ մեկին չհետաքրքրեց։ Բայց Դոնալդ Թրամփի ադմինիստրացիան ակտիվություն ցուցաբերեց, այն էլ Ադրբեջանի հետ բանակցությունից հետո, եւ ասեց մենք համաձայն ենք դրան։ Եվ անմիջապես թուղթը ստորագրելուց հետո Նիկոլ Փաշինյանն ասեց, որ այո, սա նաև նպաստելու է Ռուսաստանի հետ հարաբերությունների լավացման, տնտեսական հարաբերությունների ճանապարհը օգտագործենք, եւ սա բացարձակապես Իրանի դեմ չի։ Այսինքն եթե դուք մտածում եք, որ այդ ճանապարհը որևէ մեկին չէր հետաքրքրում,
Չինաստանից, Հնդկաստանից գնում է հասնում է Եվրոպա, ոչ Եվրոպային հետաքրքրեց, ոչ որևէ մեկին, ոչ էլ Ամերիկայի նախկին ադմինիստրացիային։ Բայց նրանք էլ են, չէ՞ հասկանում, որ այդ ճանապարհը այդքան եսիմ ինչ չի։ Եվ այդքան անվտանգ չի, այդքան ապահով չի։ Եվ այդ ճանապարհով անցնելու հետ կապված հազար ու մի խնդիրներ կառաջանա, թե դրա վերահսկողությունը որն է։ Բայց դրա համար ինչ էր ասում, որ այս բոլորը պետք է շահագրգռված լինեն, որ խաղաղություն լինի Սյունիքում, որ այդ ճանապարհը աշխատի։ Որ ասում էին, որ ընկեր ջան, դու չես կարող անհամատեղելին համատեղես, որ Միացյալ Նահանգների շահը, Իրանինը, Թուրքիայինը, Ադրբեջանինը, Ռուսաստանին ու Եվրամիությանը Սյունիքի վրա դու կարողանաս համատեղես։ Անհնարին է, դու անտեղյակ ես ուղղակի արտաքին քաղաքականություն, բացարձակ անտեղյակ ես։ Քո բարի կամքը ոչ մեկին չի հետաքրքրում բոլորին հասելը։ Հիմա դրա համար, երբ որ ասում ենք, բայց պատերազմի վտանգը որն է։ Մեկը կարող է մտածի այդ լավա թող այդ մոլլաների հերնանից են ինչ ուզում անեն, մեկը ասեց սիոնիստներին չեմ սիրում։ Ժորժ ջան, այդ ձեր անձնական էմոցիան է, ձեր համակրանքն ու հակակրանքն է։ Հայաստանի հետ կապված ձեր աչքի առաջ վարչապետը ասում է, որ պետք է բոլորի շահերը համընկնի, որ խաղաղություն լինի տարածաշրջանում։ Պետք է բոլորի շահերը համընկնի, որ այդ կոմունիկացիան աշխատի։ Հիմա դուք տեսնում եք, որ այդ շահերը համընկած է։ Բա 99 տարով փաստաթուղթ եք ստորագրում, 99 տարով երաշխիք տալի, ընդհանրապես մի քանի օր հետո կանգնում ասում, այս իրանական պատերազմի պատճառով այդ թրիփը ընկավ երկրորդ պլան։ Ո՞վ է հիմա դրանով զբաղվելու։ Բա 99 տարով ո՞նց էիք թրիփի վրա պլաններ կազմում։ Բա այդ էինք բացատրում, որ ասում են դե լավ, էլի չի լինի մի բանից էլ ասեք ամեն ինչ նորմալ է։ Հիմա նորմալ է։ Քանի օր անց է, չեմ ասում տարի։ Հիմա մենք չենք խոսում, չէ 99 տարի հետո։ Մենք խոսում ենք 99 օր չանցած հետո, երբ որ այդ ամեն ինչը մեզ ներկայացում էր որպես վերջնական կայացած փաստ։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է. «Մեր հզոր զինված ուժերը կշարունակեն պայքարել այնքան ժամանակ, քանի դեռ ԱՄՆ նախագահը չի հասկացել, որ անօրինական պատերազմը, որը նա պարտադրել է թե ամերիկացին, թե իրանցիներին, սխալ է եւ երբեք չպետք է կրկնվի։ Զոհերը նույնպես պետք է փոխհատուցում ստանան»։ Թեև զոհերի իրավահաջորդները զոհերին հազիվ թե փոխհատուցումը հետաքրքրի, կամ ուղղակի տուժածներ գոնե պետք է լինի, որ հասկանանք վիրավորների մասին է խոսքը։ Դե ոչ, մամուլը միշտ գրածա դա եմ կարդում։ Հա, հիմա տեսնում եք, որ Իրանը բացարձակապես զիջելու ցանկություն չունի, իսկ դա խնդիրը ավելի է բարդացնում։ Բոլոր պարագաներում, նույնիսկ եթե մենք ասեինք, որ մի կողմ կտրի խաղաղվի, գոնե խաղաղություն լինի, դա էլ է մեզ համար խնդիր։ Որտեղ եթե Ամերիկայի Միացյալ Նահանգները պայմանականորեն համարենք Իրանին ջախջախեց, բա Իրանի հետ մեր պլանները հիշում եք, մինչև վերջի օրերը ինչ էին ներկայացնում։ Ինչ ծրագրեր ունեին Իրանի այսօրվա իշխանության հետ։ Իսկ եթե Իրանը կարողացավ Ամերիկային բացատրի, որ դու եթե ցամաքային գործողության մեջ մտնես 1.680.000 քառակուսի կիլոմետրանոց երկիրը, այն լեռնային հազարով մի խնդիրներով, հազարով մի թաքստոցներով պատկերացնում ես ինչ կոնտինգենտ պետք է բերես այդտեղ։ Ռուսաստանը գնաց մի քանի տեղից մտավ Ուկրաինա, Ուկրաինան նույնիսկ ամբողջ տարածքը 603.000 քառակուսի կիլոմետր է, այն էլ լավ օկուպացվածն էլ մեջն եմ ասում, լահանացը որ նայում ես ավելի փոքր։ Ռուսաստանը մի քանի կողմից մտավ, բայց չկարողացավ ճակատի գիծը պահի, հետ քաշվեց։ 700.000 զինվորով ճակատի գիծ չի կարող պահի։ 4 տարի է կռվում, այս 5-րդ տարին է։ Այն դեպքում, երբ որ Ուկրաինայի տարածքը Իրանի համեմատ լավ մի միլիոնով էլ պակաս է, մի բան էլ ավել։ Այն էլ Ռուսաստանն ու Ուկրաինան հարևան են։ Լա տեսեք ճակատային գիծը ինչ է, չի կարող պահի։ Ամերիկայի Միացյալ Նահանգները պատկերացնում եք ցամաքային գործողություն։ Ընդհանրապես գոնե պատկերացում ունեք դա ինչի մեջ կարող է գցի երկիրը։ Լա չեմ ասում, որ արդեն կոնգրեսը կարող է դեմ լինի, ասես ինչ ես անում։ Սկզբնական նպատակը միջուկային զենքներ, ոնց որ այդ մարդիկ հարստացած չունեին։ Հետո չգիտես ինչի որոշեցիր նրանց տապալես, որովհետև այդ կրոնապետությունը քեզ դուր չի գալի, բայց տարբեր երկրների թագավորների հետ լավ էլ աղբերություն է։ Հյուսիսային Կորեայի բռնապետին կարոտում ես սիրատոչոր հայացքով, ասում ես ինքն էլ ինձ է կարոտում, հոմենակ ես չեմ կարոտում։ Մեր սերը միակողմանի չի, էլի անպատասխան չի, մենք իրար սիրում ենք։ Այդ ժամանակ չէիր հիշում, որ նա բռնապետ է։ Պետք է արդարացում լինի, չէ՞ գործողությանը, որ մարդիկ հասկանան, երկիրը պատերազմի մեջ քաշեցիր, ինչ արեցիր։
Իսրայելի պաշտպանության ուժերի խոսնակ Էֆի Դեֆրինն ասել է. Իսրայելի պաշտպանության բանակը ծրագրում է Իրանի դեմ գործողությունները շարունակել առնվազն ևս 3 շաբաթ։ Մենք դեռ հազարավոր թիրախներ ունենք։ Մենք պատրաստ ենք մեր դաշնակից ԱՄՆ-ի հետ համակարգված կերպով իրականացնել առնվազն 3 շաբաթվա ծրագիր։ Ենթադրենք 3 շաբաթվա ծրագիրը արեցիք, այսա 2 շաբաթն էլ անցել է, 4 շաբաթում պետք է պրծնեք։ Չէ, մի օրում պետք է պրծնեիք։ Հա, բա եթե հանկարծ ոչ մի հաջողության չհասնեք, հարստացված ուրանը թաքնված է, չեն էլ կարողանում սկի մոտենալ, իսկ մնացածի հետ կապված գաղտնի լաբորատորիաների տեղն էլ անգամ չգիտեք։ Բալիստիկ հրթիռների հետ կապված չգիտեք նրանց պահեստներում ինչ կա։ Բանն էլ իշխանությունն էլ չեք տապալել։ Կրոնապետությունը հերիք չի մնացել, մարդկանց դարձել եք վիրավոր գազան, հոգևոր առաջնորդին սպանել, դրա հետ կապված հիմա ով Ամերիկայի կամ Իսրայելի կողմից երկրի ներսում ըմբոստանա, պետք է նրան համարեն հայրենիքի դավաճան։ Որ խնդիրն եք լուծել, եթե 3 շաբաթ հետո ձեր մոտ ոչինչ չստացվի։ Իսկ մենք գիտենք, չէ, եթե Ամերիկան հետ քաշվի, նաև էդ էի ասում։ Իրանը պետք է ասի թրիպը մոռացի, Ամերիկան այս կողմերը չերևա։ Բա դա էլ գիտենք, չէ, ինչ կարող լինի։ Բա դրա վրա մի հսկայական ծրագրեր էր կազմած։ Մեր երկրի զարգացման, գնում էր Փաշինյանը Սյունիք ասում էր միլիարդավոր դոլարներ եք ստանալու, բա որ ասում են, բա բերեք համաձայն ենք ստեղով տանենք, միլիարդավոր դոլարների մասին չեք կարդացել։ Մի հատ որոնում տվեք գտեք։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է. այս պահին ԱՄՆ-ի եւ Իրանի միջև բանակցությունների սեղանին բացարձակապես ոչ մի առաջարկ չկա։ Արաղչին հավելել է, որ եթե Թեհրանը երբևէ որոշի բանակցություններ սկսել ԱՄՆ-ի կամ այլ կողմերի հետ, երկրի իշխանությունները կորոշեն, թե կոնկրետ ինչ առաջարկել։ Այսինքն Դոնալդ Թրամփը բարբերաբար ասում է, որ ցանկանում են գործարքի գնալ, ցանկանում են միջնորդությամբ են հանդես գալի եւ այլն, բարբերաբար ինչ կան, ասում է, ստեից հերքում են, ասում են չկա տենց բան։ Իսկ հիմա արդեն Ռուսաստանն իրան իրավունք է վերապահում հեգնի Ամերիկային Ժորջան, այդ օրն ենք ընկել եւ այդ օրն Ամերիկային քցել Դոնալդ Թրամփը։ 3 օրում Ուկրաինան գրավող Ռուսաստանը հեգնում է Ամերիկային։ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ասել է. Իրանը 1 օրում նվաճելու պլանը ձախողվել է։ Եթե նրանք ակնկալում էին, որ 1 օրում մի քանի ժամում կհասնեն այս պետությունն իրենց լիովին հնազանդեցնելու խնդրի իրագործմանը, ապա հավանաբար նրանք այժմ արդեն հասկանում են, թե որքան էին սխալվում, որքան էին մոլորված։ Բայց մոլորված Ռուսաստանին, որ Դոնալդ Թրամփը սատարում է, որ ամեն ինչ ուզում անի, որ Պուտինը հաղթի։ Պուտինը կոորդինատներ է տալիս Իրանին, որ խփեն քո բազաներին։ Պուտինը աջակցում է Իրանին, բոլոր ձևերով, ինչքան որ ի վիճակի է։ Էնպես չի, որ իր տեղը շատ լայն է, բայց ինքը մտածում է, եթե Իրանը երկրորդ ճակատ է բացվում, Ուկրաինայի հետ կապված լարվածությունը կպակասի։ Այն ինչքան զենք զինատեսակներն ինչ կա, որ կարող է Իրանի դեմ օգտագործեն, մի քիչ պահեստում պահեն չեն իմանա պատերազմը ինչքան կտևի, դրանով դա չեն տա Ուկրաինային։ Ուկրաինայի համար պատրաստ է վճարել Եվրոպա, ՆԱՏՕ-ի անդամ մյուս երկրները, Եվրամիության անդամ երկրները, ու ոչ միայն Եվրամիության անդամ, ու ոչ միայն ՆԱՏՕ-ի անդամ։ Բայց այդ պարագայում դե ասի Ժորժ ջան, այս զենքը ինձ էլ է պետք։ Ես ավելի դանդաղ եմ արտադրում, քան օգտագործում եմ, բայց ո՞նց ձեզ տամ։ Այսինքն գործնականում ստացվում է խրվելու է Իրանում, պրոբլեմ ստեղծի Ռուսաստանի հետ Ուկրաինայում։ Հետո բա Ամերիկայում դա չեն հասկանում, բա Ամերիկայում դա հասկանում են, բացատրում են, ասում են, ես ինչ է քո արածը։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է. մենք երբեք չենք խնդրել հրադադար եւ մենք նույնիսկ չենք խնդրել բանակցություններ, մենք պատրաստ ենք պաշտպանվել այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է։ Արաղչին կոչ է այլ ԱՄՆ-ին հասկանալ, որ Իսլամական Հանրապետության վրա հարձակումը հաղթանակի չի հանգեցնի։ Հիմա դուք տեսնում եք, որ լարվածությունը թուլանալու նշաններ նկատում եք։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները Իրանի ղեկավարության մեջ տեսնում են գործիչներ, որոնց հետ կարող է համագործակցել։ Այնուամենայնիվ կան որոշ մարդիկ, որոնք մենք կարծում ենք, որ լավ կլինեն։ Մենք խոսում ենք այդ մասին, կտեսնենք, թե ինչպես կընթանան իրադարձությունները, ասել է Թրամփը։
Փաստորեն ինքը այլևս չի մտածում իշխանությունը տապալելու մասին։ Մտածում է իշխանության մեջ կարող է լինեն որոշակի մարդիկ, որոնց հետ կարելի է բանակցել։ Բայց այդ մարդիկ ինչ լիազորություն պետք է ունենան Ամերիկայի հետ բանակցելու։ Կրոնապետության լիազորություն, թե նոր իշխանություն, որը չկա։ Թե ժողովրդավարական ճանապարհով ընտրված նոր իշխանություն, որը չկա։ Կոնկրետ իշխանության մեջի մարդը ինչ լիազորությամբ Բաքվի հետ բանակցելու։ Այսօրվա իշխանության անունից, թե իրանց անունից, որ իրանք ներսից, այսինքն դուք կարծում եք, որ այսօր Իրանում կան մարդիկ, որոնք եթե ձեր հետ բանակցեն, կկարողանան իշխանությունը վերցնել։ Ժողովուրդը փողոց լցվեց, չկարողացավ, այդ նույն մարդիկ երկրում չէին։ Այդ ուղղակի ոչ թե կարանք մենք ուրիշի հետ, այսինքն որ տեսեք, հա, ձեր մեջ էլ կան մարդիկ, որ մեր հետ կոնտակտի են դուրս գալ, բայց դա ով է հավատում։ Որևէ մեկը ձեր մոտ կոնտակտի դուրս գա, ձերպես վերամբասների հետ բան խոսա, 15 վայրկյան հետո ոտերից կկախեն, հրապարակում։ Չգիտեք։ Կամ չեն անում, չեք տեսել։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի պաշտոնական ներկայացուցիչ գեներալ-մայոր Ալի Մոհամմադ Նայենին հայտարարել է. Միացյալ Նահանգները ձախողել է Իրանի դեմ տարածաշրջանային և միջազգային կոալիցիա ստեղծելու փորձերը։ Պատերազմն ավարտելու նախաձեռնությունը Իսլամական Հանրապետության ձեռքում է։ Հենց Իրանն է սահմանելու հակամարտության ավարտի պայմաններն ու ռազմական գործողությունների դադարեցման պահը։ Թեհրանի դեմ միջազգային լայն ճակատ ձևավորելու ԱՄՆ-ի ռազմավարությունը չի տվել սպասվող արդյունքները, ասել է իրանցի գեներալը։ Իսլամական համագործակցության պահապանների կորպուսում համարում են, որ ստեղծված իրավիճակը վկայում է դրված նպատակներին հասնելու հարցում ԱՄՆ-ի անկարողության մասին։ Սա էլ Իրանից կարծիք, այն Իրանից, որ էս ենք ոչնչացրել, ենք ոչնչացրել, ենք ոչնչացրել, հոգևոր առաջնորդին էլ ենք ոչնչացրել, հիմա էլ ասում են, էս նորին էլ ենք ոչնչացրել, ինքը գոյություն չունի։ Բա գոյություն չունի, ով է ղեկավարում։ Ուրեմն ինչի՞ չգիտեք, չէ՞ որ ինչ որ մեկը բաում հետ եք կռվում։ Իրանի Խաթամ ալ-Անբիա կենտրոնական շտաբի հրամանատար գեներալ-մայոր Ալի Աբդուլլահին հայտարարել է. Իրանի զինված ուժերը մտադիր են օգտագործել աշխարհաքաղաքական բոլոր հնարավորությունները, ներառյալ ռազմավարական կարևորություն ունեցող Հորմուզի նեղուցում նավագնացության լիակատար վերահսկողությունը, ցանկացած ագրեսորի կապիտուլյացիայի ենթարկելու համար։ ԱՄՆ-ի և Իսրայելի սպառնալիքների պայմաններում իրանցի ժողովրդի տոկունությունը բանակի վրա հատուկ պատասխանատվությունն է դնում։ Տարածաշրջանում արևմուտքի գերիշխանության դարաշրջանն ավարտվել է։ Թող հանցագործ Ամերիկան իմանա, աշխարհի ժողովուրդներին կողոպտելու ժամանակներն անցել են։ Այսօր նախաձեռնությունը զինված ուժերով ծառայող ձեր քաջարի որդիների ձեռքում է, հայտարարել է Աբդուլլահին, այսինքն Իրանի ժողովրդին է դիմել։ Հիմա դուք տեսնում եք, այսինքն այս զարգացումները, մանավանդ Հորմուզի նեղուցի հետ կապված, Իրանը դա փորձելով արգելափակել, ինչ է անում։ Այն արաբական երկրները, որոնք Ամերիկայի դաշնակիցն ու բարեկամն էին, մի մոմենտ Ամերիկան մտածեց, որ էս ինչ լավ է, տո նրանց նավթն էլ որ պրոբլեմ ունենա, խնդիր չի, ինքը Վենեսուելայի նավթով ու իր նավթով հարցերը կլուծի։ Նույնիսկ չի տիրապետում, որ ինքը չի կարող դա լուծի։ Նույնիսկ չի տիրապետում, որ Վենեսուելայի նավթը, այո, Վենեսուելան ունի աշխարհի ամենամեծ պաշարները, բայց արդյունագործական նպատակով, որ կարողանա Վենեսուելայի նավթը ինքը շատ արագ շուկա մտցնի, այլ ոչ թե այդ անորակ նավթը գնա, դու Վենեսուելայի մտքան վերամշակման գործարան ունես, չէ, այդ նավթը տանես ուրիշ տեղ հասցնես, միջև վերամշակեն, միջև մտցնեն, միջև էս ժամանակացույցը պատկերացնում ես, հոդա տուն ծախել չի, որ սաղ կյանքը դրանով զբաղված լինես։ Սա պետություն ղեկավարել է։ Որ ասես լավ դες աժոտաժ անենք, տան գները բարձրանա, արագ ծախենք։ Հիմա դու այդ նավթով չկարողացար կոմպենսացնես, խայտառակ եղար Ռուսաստանին ասիր սանկցիաները անեն գոնե դեմնար։ Այդ տերում էս էլ չի ստացվում։ Հիմա արդեն մտածում ես ոնց անենք Հորմուզի նեղուցը, անենց անենք բացենք։ Բա ուզում ես փագեիր։ Ու երջանկացած ասում է նավթի գինը որ բարձացա, մեզ շատ օգուտ է։ Գլուխդ ես գովում, բայց չես ասում քո գործընկերներ Եվրոպան դրանից տուժում է, բայց հետո նեղանում ես Եվրոպայից, որ քեզ չի օգնում։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները բանակցություններ է վարում Իրանի հետ, սակայն Թեհրանը պատրաստ չէ այն ավարտելու համաձայնագրի։ Այո, մենք խոսում ենք նրանց հետ, բայց ես չեմ կարծում, որ նրանք պատրաստ են, բայց նրանք բավականին մոտ են։ Թրամփը հավելել է, վստահ չէ, որ ցանկանում է պատերազմը դադարեցնելու գործարք կնքել, որտեղ նախ եւ առաջ ոչ ոք նույնիսկ չգիտի, թե ում հետ գործ ունենք, քանի որ նրանց ղեկավարության մեծ մասը սպանվել է։ Սպիտակ տան ղեկավարի պնդմամբ նրանք շատ են ուզում գործարք կնքել։ Ով է ուզում գործարք կնքել, եթե ասում ես ղեկավարությունը սպանված է։ Ով է ուզում կնքի, ում անունից է ուզում կնքի։ Լավ այդ բլեֆը պարզ չի, որ աշխարհում բացի Թրամփից ուրիշ որևէ մեկը այդ բլեֆին հավատում է։ Բայց սա խնդրեմը, որի մեջ ներքաշվել ենք, ժողովուրդ ջան։ Ներքաշվել է մեր տարածաշրջանը։ Որ ասում ես Ամերիկայի հետ դեռ լավ չենք, որ լավ լինենք, լավ կլինի, շուրես գալետենում ես Ամերիկայի հետ ովքեր են լավ, այդքան էլ լավ չի նրանց վիճակը։ Ու այն դեպքում, երբ որ արաբական երկրների ոչնչացնելու ցանկություն ոչ մեկը չուներ, Հայաստանի հետ կապված ոչնչացնելու ցանկություն մեր երկու հարևանն էլ ունեն։ Լա Իրանն էլ մտածում է, որ մի օր կգա պահը, եթե Ամերիկային կարողանա ստեից հանել որևէ ձևով, ինքը կարող է Հայաստան մտնի ու ասի հերիքա, մտնեմ, որ էլ Ամերիկան հետ չգա։ Հետո ո՞նց է Իրանին հանելու ստեղից։ Բայց դա մեզ պետք է չանհանգստացնի, ժողովուրդ ջան։ Դոնալդ Թրամփը զգուշացրել է, որ ՆԱՏՕ-ին շատ մռայլ ապագա է սպառնում, եթե Վաշինգտոնի դաշնակիցները չօգնեն Հորմուզի նեղուցի բացմանը։ Հարց է ծագում, բա դու Հորմուզի նեղուցը որքան ասում էիր, որ Իրանին թողել ես բոլոր սպառազինություններից մենակ Պարսատիկը, այն էլ փոքր քարերով։ Ես ուզում եմ իմանամ, Հորմուզի նեղուցը Իրանը հիմա ինչով է փակում։ Ոնց է կարողանում ինքը Հորմուզի նեղուցում, ասես ականակիր մի հատ նավ չես թողել, բոլորը շարքից հանել ես, մարշրուտները ստուգել ես, մաքուր է, ականներ չկա։ Իրանն էլ ոչինչ չունի կրակելու, դու էլ այդպիսի հզոր տեղափոխել ես քո այդ նավատորմով սկսած ավիակիրով ամեն ինչով, ոնց է կարողանում Իրանը Հորմուզի նեղուցում արգելափակել, ասեք հասկանանք, ժողովուրդ ջան։ Մեր հասարակությունը գրագետ մարդիկ են, նրանք միակողմանի ինֆորմացիան նրանց պետք չի։ Ասեն ես Ամերիկան ջարդեց կամ ասենք Իրանը ջարդեց, մարդիկ ինձ չի պետք է լսեն, եթե միակողմանի բան ասեմ։ Կամ իմ նախասիրությունները պատմեմ։ Ձեզ հետաքրքիր է իմ նախասիրությունը։ Ձեզ պետք է հետաքրքրի, թե այս աշխարհում ինչ է կատարվում, իմ մեկնաբանությունը։ Որ դուք կողմնորոշվեք, ինքը նախասիրություն դուք ինչ ունեք, դրանով առաջնորդվեք։ Հիմա փաստ է, չէ, որ ինքը ՆԱՏՕ-ին խնդրում է, ասում է օգնի, եթե չօգնես, խնդրեմ կունենաս։ Բան չի պետք է ՆԱՏՕ-ն քեզ օգնի, այդ ինչ օրն ես ընկել։ Մի հատ իրանական դրոն չես կարող խփես, բանուն էի գտնում Ուկրաինային։ Այդ նույն իրանական դրոններն են Ուկրաինան խփում, գումարած հյուսիսկորեականն ու ռուսականը։ Մենք շատ բարի էինք, մենք պարտավոր չէինք օգնել նրանց Ուկրաինայի հարցում։ Ուկրաինան հազարավոր մղոններ հեռու է, բայց մենք օգնեցինք նրանց, ում օգնեցիր նրանց։ Այսինքն ինչի՞ պիտի դու օգնել ես Գերմանիային, որ պաշտպանի Ուկրաինային, բայց չես դու պաշտպանում Ուկրաինային։ Հա, հեռու է։ Բա որ հեռու էր ինչ էիք դուք ստորագրում Ամերիկայի անունից եւ երաշխիք տալի։ 94 թվականի դեկտեմբերի 5-ին Բուդապեշտի մեմորանդումը, որ բանը Ուկրաինան միջուկային զենք ունենար։ Պուտինը գլխի ձեռք էր վերցրել, որ Ուկրաինայի վրա հարձակվեր։ Դուք չգիտեք իր վախը։ Իր խոհարարը չտեսակ ոնց փախավ Կրեմլից։ Այդ նույն Պուտինը, չէ՞։ Բայց դուք խաբեցիք Ուկրաինայի ձեռից վերցրիք։ Հիմա մուննաթ եք գալիս, ասում եք օվկիանոսի ցենկոմ, հա։ Որ եկաք երաշխիք տվեցիք Ուկրաինային, օվկիանոսի ցենկոմ չէիք։ Թե Ամերիկայի անունից չեք տվել։ Այդ օրվա նախագահի անունից եք տվել։ Գնանք պահանջենք Քլինտոնից։ Հիմա կտեսնենք նրան կօգնեն մեզ, թե ոչ, բայց ինչու՞ օգնեն, եթե դու վերացրել ես Իրանի ամբողջ նավատորմը, որովհետև ես վաղուց եմ ասում, որ մենք կլինենք նրանց կողքին,
բայց նրանք չեն լինի մեր կողքին, ես վստահ չեմ, որ նրանք մեր կողքին կլինեն, ասել է Թրամփը, հավելելով, որ դաշնակիցները պետք է ուղարկեն ականազերծող սարքեր, որոնցից Եվրոպան ավելի շատ ունի, քան Միացյալ Նահանգները։ Թրամփը նաև ցանկանում է, որ եվրոպական հատուկ նշանակության ուժերը կամ այլ ռազմական ուժեր օգնեն վերացնել Պարսից ծոցում խնդիրներ առաջացնող Իրանի ուժերին անօդաչու թռչող սարքերի և ծովային ականների միջոցով։ Միաժամանակ ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ կարող է հետաձգել Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ մարտի վերջին կայանալիք հանդիպումը, եթե Պեկինը նույնպես չկարողանա օգնել նեղուցով անարգել նավարկություն ապահովել։ Դու արդեն հասկանում ես, որ կարող է խնդիր առաջացնես, ապրիլին, որ նախատեսում էր հանդիպես հետը, մի հատ է տարեվերջին էր Սի Ցզինպինը պետք է Ամերիկա գար, հիմա նես խառնեցիր իրար, արդեն Չինաստանը մտածում է ուղիղ ձևով աջակցի Իրանին, Ռուսաստանի հետ միասին, անիմաստեղը ներքաշեցիր այդ պրոբլեմների մեջ, հիմա ներկայացնում է, որ կարող է թե Չինաստանին չօգնի իմ գնալը այցը հետաձգվի կամ ընդհանրապես չեղարկվի, բայց շատ լուրջ պլաններ էր կազմած, ոչ չենք մոռացել Չինաստանի հետ հարաբերությունները կարգավորելու։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին կոշտ քննադատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին նրան մեղադրելով անօրինական պատերազմելու և դրա շարունակման մեջ առանց որևէ հաղթանակի հեռանկարի։ Իրանը երբեք չի խնդրել հրադադար բանակցություններ, քանի որ պատրաստ է պաշտպանել իրեն այնքան ժամանակ, քանի դեռ Թրամփը չի հասկանա, որ սա անօրինական պատերազմ է առանց հաղթանակի։ Նախարարը հերքել է, որ սա գոյատևման պատերազմ է Իրանի համար, ընդգծելով, որ երկիրը կայուն է և ուժեղ, իսկ գործողությունները միայն ինքնապաշտպանություն են ամերիկյան ագրեսիայի դեմ։ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան և Հարավային Կորեան առայժմ ռազմական գործողությանը չարձագանքելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կոչին, հրաժարվում են մասնակցել Հորմուզի նեղուցի վերաբացման հնարավոր ռազմական գործողությանը։ Չեն ուզում օգնեն։ Էն էլ իր բարեկամ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան, Հարավային Կորեան, վարչապետ Քիր Ստարմերը հրաժարվել է ռազմանավեր ուղարկել նեղուց, աջակցելու ԱՄՆ նախաձեռնությանը, որի նպատակն է ապահովել նավագնացության անվտանգությունը և կանխել հնարավոր տնտեսական ճգնաժամի խորացումը։ Միաժամանակ Լոնդոնում քննարկվում է միայն ականազերծման համար անօդաչու սարքեր օգտագործելու տարբերակը, սակայն բրիտանական կառավարությունը ներկայումս պատրաստ չէ ռազմական նավատորմ ներգրավելու գործողությանը։ Հորմուզի նեղուցի վերաբացումը պարզ գործ չէ, ասել է վարչապետ Ստարմերը։ Ֆրանսիան, Գերմանիան և Հարավային Կորեան ևս դժկամություն են հայտնել արձագանքել Վաշինգտոնի պահանջին, քանի որ աճում են մտահոգությունները, թե Մերձավոր Արևելքում պատերազմը կարող է երկարատև բնույթ ստանալ։ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կողմից ռազմածովային ուժերի հրամանատարը ասել է. Իրանի խոշորագույն նավթային տերմինալի գտնվելու վայր Խարկ կղզու վրա ԱՄՆ հնարավոր հարձակումը զգալիորեն կանդրադառնա նավթի արժեքի վրա։ Էս էլ ցանկանում է ինքը գրավել Թրամփը, բայց որոշ հարվածներ հասցնելը դա կարող է շատ ծանր հետևանք ունենա, որտեղ 90%-ը Իրանի այդտեղով է գնում, այդ տերմինալով է գնում, շատ լուրջ վիճակ կառաջացնի։ Երեք այդ մասին խոսեցինք, որ Իրան-Իրաքյան պատերազմի ժամանակ էլ դա հարվածի տիրախ եղել, բայց դա հենց աշխարհն է տուժելու, ոչ թե մենակ Իրանը։ Եթե Հորմուզի նեղուցի նկատմամբ խելացի վերահսկողությունը ձեզ բերեց նավթի գների նոր ինդեքսներ, ապա հարձակումը Խարկ կղզու վրա ձեզ կտա աշխարհում էներգիայի բաշխման և գների ավելի ծանր ու նոր հավասարում, գրել է Թանկսիրին։ Ինչպես տեսնում եք, Նիդերլանդների արտգործնախարարն էլ Թոմ Բեսենսենը կարծում է, որ մի քանի նավ ուղարկելն ինքնին չի շտկի իրավիճակը Հորմուզի նեղուցում և չի լուծի Մերձավոր Արևելքի տարածաշրջանի անվտանգության խնդիրը։ Աշխարհի շատ երկրներ տագնապով են հետևում Հորմուզի նեղուցում և ընդհանուր տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններին, ուստի ինձ տրամաբանական է թվում դիտարկել միջազգային գործընկերների հետ համագործակցության հնարավորությունները, սակայն միևնույն ժամանակ ես չեմ տեսնում, որ մի քանի նավ ուղարկելը կլուծի խնդիրը։ Հիմա դուք տեսնում եք զարգացումները և Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին բլբուլ կտրած օրը մի քանի բան ասում է, այսինքն պատկերացրեք լարվածության չափը։ Ենթադրում եմ, որ մինչ այս պահը նրանք արդեն լավ դաս են ստացել, հասկացել են, թե ինչ ազգի հետ գործ ունեն, մի ազգի, որն իրեն թույլ չի տա տատանվել պաշտպանության հարցում և պատրաստ է շարունակել պատերազմն այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է և այնտեղ, որտեղ անհրաժեշտ է։ Հիմա տեսակ լարվածությունը և այդ ամեն զարգացումները Հայաստանում տեսնում ենք, որ ընդհանրապես դրա հետ կապված առանձնապես չեն խոսում, հա կարող է
մարդկանց տեղահանման հետ կապված, տեղաշարժի հետ կապված Իրանից որոշակի քայլեր արվում են, բայց պետք է իմանանք, որ այդ զարգացումները տեսնում ենք, որ ինչպես ուղղակի գլուխ չեն հանում, թե ինչ է կատարում, որովհետև բոլորին հայ են ասել ընկել կրակը։ Հիմա մի բան էլ ուղղակի ընտրությունների հետ կապված անդրադառնամ, որովհետև եթե ուղղակի սովորական մի հատ Facebook-յան մեկը գրեր, չէ ել անդրադառնա, իմաստ չէի տեսնի, բայց քանի որ հրապարակային գործիչ է խոսել եւ մեղադրանքներ է ներկայացնում, հասկանանք, թե վերջը այս մարդու ասածն ինչ է։ Արա Պապյան ԱԺԲ խորհրդի անդամ։ Սամվել Կարապետյանի կերպարի ընկալման մեջ կա ազգային բաղադրիչ։ Եթե անգամ ընկալումն էլ հանել, այդ ազգային բաղադրիչը կա։ Ես պարզ ասել եմ, որ ես ոչ մեկի օգտին չեմ քվեարկելու, բայց որպես չարյաց փոքրագույն Նիկոլ Փաշինյան թե Սամվել Կարապետյան, ինձ համար ընդունելի է Սամվել Կարապետյանի կերպարը։ Ժողովրդի մեջ կա բացասական վերաբերմունք Ռուսաստանի նկատմամբ, բայց Սամվել Կարապետյանը չի նույնականացում Ռուսաստանի հետ։ Ինքը համարվում է, որ մեր տղեն է, մեր բարեգործ տղեն է, մեր ազգային բարերարն է։ Հիմա տեսեք, խնդիրը թե ինչին է վերաբերվում։ Այսինքն Արա Պապյանը, որ ԱԺԲ-ն է, որ արևմտամետ ուժ, պարբերաբար խոսում էին, քանի անգամ ինձ են ասել, այնքան գրում էին, ինչի չեք միանում, ոչ նախկին, ոչ ներկա ազգային ապագա, իրանք արևմտյան գծի վրա են, չենք հասկանում, բա ինչ է, քանի անգամ բացատրել են, որ ժողովուրդ ջան, ԱԺԲ-ին հանգիստ թողեք, նա արևմտամետ ուժ չի։ Ուղղակի այդ արևմտամետը դնելը բիզնես է, կարողանում են գնալ, այնտեղ որոշակի դրամահավաք կազմակերպեն, փողեր ուտեն, պրծնեն։ Էդ է իրանց արևմտամետությունը, լուրջ բան դրա տակ չկա։ Հիմա մարդը հերիք չի կանգնել, ասում է, որ տեսեք, մենք գիտենք, որ մենք չենք լինելու որոշիչ ուժը այս պայքարի մեջ, ազգային ժողովրդավարական բևեռը չի լինելու պայքարը, գնալու է Նիկոլ Փաշինյանի, Սամվել Կարապետյանի միջև։ Մենք ունեցել ենք կարգախոս ոչ նախկին, ոչ ներկա, դա մնում է, սա կախված է ընտրողից, ոչ նախկին, այսինքն Քոչարյան, Գագիկ Ծառուկյան, ոչ ներկա, այսինքն Փաշինյան։ Հիմա հարցն այն է, թե ընտրողը Սամվել Կարապետյանն ընկալելու է որպես նոր խաղացող, թե նախկինի մաս։ Իմ համոզմամբ ինքը նախկինի մաս չի։ Հիմա հերթով անդրադառնանք ասացին, նորից եմ ասում, չէի անդրադառնա, եթե ինքը որպես հրապարակային գործիչ հանդես չգար, եւ այսպեսի բանը։ Նախ ասում է, որ արևմտամետները ընդհանրապես բոլորը Նիկոլ Փաշինյանի խաղն են խաղում, դա է պատճառը, որ էլ ինչ իմաստ ունի, այսինքն բոլորը ծախված են, կամ Նիկոլ Փաշինյանին, կամ Սամվել Կարապետյանին, ինքը գերադասում է երկուսի մեջ ծախվելու ժամանակ, գերադասում է Սամվել Կարապետյանին։ Նախ եթե ինքը նման հայտարարությունը, որ բոլորը, դա վերաբերում է նաև մեզ, վերաբերում է նաև ինձ, այն ուժին, որի հետ միասին մասնակցելու ենք, Հայաստանի Շնորհապետական կուսակցությանը, որի նախագահն է Գուրգեն Սիմոնյանը։ Հիմա հարց է ծագում, կարող է Արա Պապյանը գա դեմ դիմաց, նստենք ցանկացած մեդիայում, ցանկացած ուղիղ ինքը ապացուցի, որ այն ինչ որ մենք անում ենք, կոնկրետ մենք, դրանով մենք խաղում ենք Նիկոլ Փաշինյանի խաղը։ Կարող է ինքը գա կոնկրետ նստի ու ապացուցի, որ մենք կամ Նիկոլ Փաշինյանից գումար ենք ստացել մեր քարոզարշավի համար, կամ Նիկոլ Փաշինյանի որևէ գրանտ ենք ստացել, Նիկոլ Փաշինյանի սրտի որևէ օլիգարխ մեզ ֆինանսավորում է, կամ եթե չէ մեր որևէ բարեկամին որևէ տենդեր է տրված կամ գրանտ է տրված, մեր հետ որևէ փոխկապակցված անձ ստացել է որևէ պաշտոն, որով կարող է մեզ աջակցել։ Եթե կարող է իմ դեմը դա ապացուցի, թող իմ դեմը նստի ապացուցի։ Նույնիսկ համաձայն եմ, ուղիղ ապացույց չունի, թող անուղղակի ապացույց բերի ու ապացուցի, որ այո, մեկ ընտրությանը մասնակցելը օգուտ է Նիկոլ Փաշինյանին։ Անուղղակի ապացույցնել բացատրենք, որպեսզի հասկանա։ Եթե մենք ասում ենք մասնակցում ենք, շատ-շատերը նեղացած տանը նստած են, որովհետև ոչ կգնային Փաշինյանին կընտրեին Քոչարյանի դեմ, ոչ Քոչարյանին կընտրեին Փաշինյանի դեմ։ Դա հիմնականում են զանգվածն է, ովքեր Հայաստանի ապագան տեսնում են Եվրամիության հետ։ Այդ մարդիկ եթե տեսնեն այլ ընտրանք իդեմս մեզ, դուրս կգան կգնան ընտրության, այդ ժամանակ Նիկոլ Փաշինյանի ձայները կպակասի, որտեղ Նիկոլ Փաշինյանը ունի պայմանականորեն ասած մի 30% ձայն, ինչն է դրա մեջ մտնում։ Նիկոլ Փաշինյանի ոտերին ու գլխին մեռնողները, Նիկոլ Փաշինյանի մարմնի բոլոր մասերը, հերթով հաթաթուտողները եւ մեկ է վարչական ռեսուրսը։ Հիմա եթե մարդիկ քիչ մասնակցեն, Նիկոլ Փաշինյանի 30%-ը կդառնա 50-ից ավել։ Եթե մենք մասնակցում ենք, տանը նստած մարդիկ, որոնք վիրավորված են,
բայց գաղափարական մարդիկ են, ուզում են տեսնեն այդ այլընտրանքը, գալիս են մեծ ձայն են տալի, Նիկոլ Փաշինյանը որևէ շանս չի ունենա 50% ձայն հավաքի։ Սա մեկ, սա ոնց է Նիկոլ Փաշինյանին օգուտ։ Եվ երկրորդ, Նիկոլ Փաշինյանին աջակցող ուժերը, որոնք որ ասել են, որ իրանք ասոցացվում են Փաշինյանի հետ, որ անցնեն խորհրդարան, միանալու են Փաշինյանին, մենք հավասարապես քննադատելու ենք թե Փաշինյանին, թե նրանց, որպեսզի նրանք էլ այդ ձայնը չստանան, խորհրդարան չմտնեն եւ Փաշինյանին չնվիրեն այդ ձայները։ Այդ պարագայում կարող է Արա Պապյանը բացատրի, թե մեր մասնակցելը ոնց է օգուտ։ Այն դեպքում, երբ որ ասել եք, մենք ինչքան էլ ձայն կստանանք, մեծամասնություն կունենանք կդիմենք Եվրամիության անդամակցության, չենք ունենա, կգնանք մեր ձայներին տեր կկանգնենք եւ ոչ մի պարագայում չենք միանա ոչ Նիկոլ Փաշինյանին, որ մյուսներին։ Թող է հիմա դեմս նստի ասի, մենք այդ գործողությամբ ոնց ենք Նիկոլ Փաշինյանի խաղը խաղում։ Իսկ եթե չի կարողանում ապացուցի, դիվանագետ է ինքը, դիվանագիտական լեզվով ասեմ ինքը կհասկանա, իր արածը լրբի շառա, ոչ ավելի։ Թող գա նստի ասի, որ դա այդպես չի։ Իսկ ես իրանք ապացուցեմ, ոնց գնացիր Բագրատ Գալստանյանին միացար, որովհետև Բագրատ Գալստանյանի հետ Կանադայում աշխատել ես։ Դու դեսպան էիր, ինքն էլ թեմի առաջնորդն էր, Քոչարյանի խաղն էիք խաղում։ Նոր ես ասում, մենք կարողա չհաղթենք, բայց մի որոշ ժամանակ առաջ Բագրատ Գալստանյանին որ միանում էր, նպատակը դա չէր, որ Քոչարյանը հաղթի։ Բագրատ Գալստանյանի կողքը չտեսար, որ դա Քոչարյանի կազմակերպած շարժումն է, որին աջակցում էր Գարեգին երկրորդը, որն էլ Քոչարյանի խաղն էր խաղում, Ռուսաստանի խաղն էր խաղում։ Այդ դուք էիք արել մտամետ, մեզ էլ անուն եք դնում։ Կարող է չգիտենք ոնց է, բայց 6 տարի դեսպան էր Կանադայում։ 2004 թվականի ապրիլի 12-ին Ռոբերտ Քոչարյանը հերոսակախումբը հանել է մեր դեմ։ Կալցո օպերացիայով ու ջարդել են դեպքում, երբ 2003 թվականին Սահմանադրական դատարանը վստահության հանրակրվեի առաջարկ արել, ասել է, քանի որ ընտրության հետ կապված կասկած կա, մի տարվա ընթացքում հանրակրվե արեք վստահության։ Ռոբերտ Քոչարյանը չի թողել падգամավորը մտնի ազգային ժողով իր օրինական գործը անելու։ Ժողովրդի կողմից ընտրած մարդուն փողոցում դել է բաներով, ջրցան մեքենաներով ու ռեդինե մահակներով ջարդել է։ Պատիվ եմ ունեցել, ես էլ այդ փողոցում եմ եղել, գնացել ենք այդ падգամավորներին սատարելու։ Հիմա հարց, բայց ժամանակ դու ինչ էիր անում Կանադայում։ Ռոբերտ Քոչարյանի շահերն էիր սպասարկում, բացատրում էր, որ Ռոբերտ Քոչարյանը ճիշտ է արել։ Եթե դու Ռոբերտ Քոչարյանն այդ ժամանակ քննադատեիր, քանի վայրկյան կաշխատեիր դեսպան, ով է 6 տարի մեկին դեսպան թողում։ 3 տարի հետո կամ տանում են ուրիշ երկիր, կամ բերում են նախարարությունում աշխատանքի հետո տեից տանում են մեկ ուրիշ երկիր։ 6 տարի որպես ինչ էին թող։ Հա, մոռացել էի, Քոչարյանին ծառայություն մատուցելը, բա որ արտգործնախարարության մամլոխոսնակն էիր ու քիվեստի կամ չգիտես ինչերի կամ տարբեր բանակցությունների ժամանակ Քոչարյանի գաղտնի ինֆորմացիաները գիտեիր, ոնց են Հայաստանը բանակցում ծախելու, բա դրա դիմաց մի դեսպանի պաշտոնն ինչ էր որ չտային։ Բայց 2006 թվականին ինչի դուս եկար դեսպանատան բանը դիվանագիտական աշխատանքից 45 տարեկան մարդ էիր մեծ փորձառության ինչը ստիպեց դուս գալ այդ ինչ խաղերի մեջ ընկար որ դուս եկար կանգնի մեղադրի Քոչարյանն ասա անհամաձայնությունն եք իրանք կանգնեն դեմը դնեն ասեն այդ որ գնացել էր քաղաքացիություն էր ստանում Կանադայի քո ընտանիքի մյուս դա էր պատճառը որ քեզ այլևս դիվանագիտական աշխատանքից դուս շպրտեցին մոռացել եք այս սուտի արև մտամետներ կամ սուտի հայրենասերներ, ում եք անուն դնում։ Եթե բան ունեք ասել եք դեմներս նստեք խոսանք։ Ու մյուս անգամ չհամարձակվեք։ Այնքան բաներ կա, որ կարամ հանեմ դեմը դնեմ։ Ոչ թե ռիսկ չանես հրապարակային դուս գաս։ Բան ունես ասելու, արի նստի դեմներս խոսա, բոլորին ես անուն դնում։ Սամվել Կարապետյանը բարեգործա ոնց որ Քրկ Քրկորյանը։ Քրկ Քրկորյանը բարեգործա կյանքում մտքով չի անցել որ դառնա Հայաստանի ղեկավար։ Որ Քրկ Քրկորյանն էլ ուզենար Հայաստանի ղեկավար դառնալ, նրան էլ կասեինք ընկեր ջան, դու ինչ ես ուզում, նույնիսկ եթե ինքը Ամերիկայից է եկել։ Այստեղ խնդիրը բարեգործության մասին չի։ Բարեգործության դիմաց իշխանություն ուզելու մասին է։ Այն դեպքում, երբ որ Ռուսաստանի ազդեցությունը այդ բարեգործի վրա շատ մեծ է ու շատ վտանգավոր կախվածություն է։ Մենք դա ենք ասում։ Գնացել ես ծախվել ես, քո իրավունքն է, ամոթ է, սպիտակ մազերից է ամաչի, անցած ճանապարհից է ամաչի։ Դու միակը չես, որ գնացել ես ծախվել ես, բայց մի ասի բոլորն են ծախվել, ժողովուրդ ջան, թե մի մասը Նիկոլեն, մի մասը նրանց։
Դե ես էլ ընտրել եմ Սամվել Կարապետյանին, ծախվել ես քո մասին խոսա։ Ու մեր թանկագին ժամանակը մի ծախսի, որ մենք քո վրա անդրադառնանք։ Դու այդքան չկաս։ Դե ինչ, այսօր այսքանը, եթե հավանեցիք սեղմեք լայք կոճակը, բաժանորդագրվեք Էդվարդ Տանտինյանի YouTube-յան ալիքին, սեղմեք զանգակ կոճակը, գրեք մեկնաբանություններ, գրեք հարցեր, դիտեք եւ դատեք ինքներդ։ Շնորհակալություն։